Կավատարանից մի 10 մետր ներքև խփեին, լուսամուտով մտներ տուն, մեկին վնաս տար։ Լարված գիշերներ Սյունիքի Խնածաղ եւ Խոսնավար գյուղերում։ Պաշտպանության նախարարությունը հաղորդում է նախօրեին Խոսնավարի ուղղությամբ ադրբեջանական կրակի ու դրա հետևանքով գյուղի տանիքներից մեկում տեղադրված արևային ջրատաքացուցիչի վնասման մասին, հրապարակելով նաեւ լուսանկարներ, որոնցում արձակված պարկուճն է երևում։ Ինչի պրոստը անկանոն կրակոցներ է, բայց այսօր այս գիշեր ժամը 12-ին շատ ա եղել։ Մարտի 18-ից ինչ կրակում են, ամենաերկար կրակոցը եղել է այս գիշեր։ Ահազանգում են նաև հարևան Խնածաղի բնակիչները, պնդելով, թե արդեն 1 ամիս շարունակվող կրակոցներն այս գիշեր ավելի ինտենսիվ են եղել։ Այնպիսի տպավորություններ կարծես պատերազմ է սկսվում, չձայնագրվելու պայմանով պատմեց բնակիչներից մեկը։ Կինն ասում է, այնքան հաճախ են կրակոցներ լսել, որ արդեն ձայներից են կռահում, կարծես տարբեր զինատեսակներ են կիրառվում։ Կրակում են ինչպես օդ, այնպես էլ հենց գյուղի ուղղությամբ, պնդում են բնակիչները, եւ այսպես արդեն 1 ամիս շարունակ, ամեն գիշեր 22:20-ից սկսած։ Այս ընթացքում ռազմական գերատեսչությունը հիմնականում ադրբեջանական կողմի իրենց դիրքերը թիրախավորելու մասին հայտարարություններ հերքում, յուրաքանչյուր նման գրության մեջ կրկնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը։ Այսօր նախարարությունն այս բնակավայրերի ուղղությամբ ուղիղ կրակի մասին 3-րդ հայտարարությունը տարածեց։ Նախ մարտի 31-ին էին հայտնել, թե Խնածաղում բնակելի տուն է վնասվել, ապա 1 շաբաթ առաջ տեղեկացրել, թե գյուղի մշակույթի տունն է վնասվել։ 1 ամսվա ընթացքում այսպիսի այլ պաշտոնական գրություններ չեն եղել։ Գերատեսչությունը հայկական կողմի ուղղությամբ կրակոցների մասին չհայտնեց նաև այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմն օրերս ուղիղ հայտարարեց պատասխան կրակ է բացել Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Արդեն լարված է, ամեն օր դիմի ամիսա այդ վիճակում։ Խնածաղցիները նկատել են ադրբեջանական ուժերը կրակում են նաև այն ժամանակ, երբ գիշերը գյուղում շարժ է լինում, օրինակ երբ լույս է վառվում։ Հիմա ստիպված երեկոյան 10-ից հետո տանից դուրս չեն գալիս։ Բնակիչներն ահազանգում են, եթե այս ամենը շարունակվի, գյուղը կդատարկվի։ Շարունակվող կրակոցներից տուժում է նաև բնակիչների ապրուստի հիմնական միջոցը՝ գյուղատնտեսությունը, փոքր ծավալով են աշխատում։ Բոլորն են վախենում են, մարդկա արդեն ուզում են դուրս գա։ Անհանգիստ ու պարզաբանումների սպասող քաղաքացիներին դիմելու հնարավորություն այսօր վարչապետ Փաշինյանն ուներ։ Կրակոցների մասին լրագրողի հարցին, սակայն նա չարձագանքեց, նստեց մեքենան ու հեռացավ։ Մեկ հարց ունեմ, ընդամենը մեկ հարց։ Կրակոցների մասին եմ ուզում հարցնել, պարոն Փաշինյան։ Նախօրեին ցերեկային ժամերին, երբ ինքնաձիգները սովորաբար լուռ են, Խնածաղում ու Խոսնավարում էին իշխանական պատգամավորներ Արսեն Թորոսյանը եւ Դանիել Դանիելյանը։ Այցի մասին սոցցանցերում հոլովակ է հրապարակել Արսեն Թորոսյանը։ Շփվեցինք մեր բնակիչների հետ, ծանոթացանք իրականացվող ծրագրերին։ Զվարթ երաժշտությամբ ուղեկցվող 1.5 րոպեանոց տեսանյութում Թորոսյանը պատմում է Խնածաղում կառուցվող նոր դպրոցի, ջրագծերի եւ այլ ծրագրերի մասին, եւ միայն հոլովակի վերջում է նրա գործընկեր Դանիելյանն անդրադառնում կրակոցներին։ Յուղի բնակիչների հետ խոսեցինք նաեւ անվտանգային հարցերի շուրջ եւ անկախ նրանից, որ ադրբեջանական կողմից հնչում են կրակոցներ եւ 2 անգամ դեպք է եղել, որ թիրախավորվել է քաղաքացիական շինություն, գյուղի բնակիչների մոտ դուխները բարձր է։ Հոլովակում Արսեն Թորոսյանն ասում է, թե բնակիչների հետ են շփվել։ Տեսանյութում սակայն մի քանի տղամարդ է երևում։ Խնածաղցի կանայք, որոնց հետ այսօր զրուցեցինք, ասացին, անձամբ իրենք պատգամավորներին չեն տեսել։